Գաղթաղավար մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես ես պետք է խնդրեմ, որ բավականին ծավալուն ձեր խոսքը ներկայացնեք այս երկու հայտարարությունների հետ կապված։ Երեք ըստ էության Թուրքիան այլևս բաց խաղաքարտերով է հանդես գալիս։ Իրենց արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարեց. հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի։ Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք նրան այս գործընթացում։ Սա ըստ էության սենսացիոն է ինչ-որ միտեղ, բայց նաև արդեն բաց խաղաքարտերով եւ այսպես նաև կուզեմ Կոնստանտին Զատունինի խոսքը մեջբերել շատ կարճ, որովհետեւ գիտեմ, որ դուք ծանոթ եք։ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Մոսկվայի շահերը նրան չեն հետաքրքրում։ Մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրաված է։ Կոպիտ ասած, նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն համոզվելու համար, որ թաքնված աստար չկա, հայտնել է Զատունինը։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, հետո նաեւ արդեն մի քանի այլ հարցեր կան, համեցեք։ Ֆիդանի հայտարարության հետ կապված ոչ մի անակնկալ բան չկա, սենսացիոն բան չկա։ Օրինաչափ բան է տեղի ունենում, Ռուսաստանի ներկայությունը եւ ներգրավվածությունը տարածաշրջանի process-ներին նվազում է, դեպի Թուրքիային էլ բնականաբար պետք է ավելանա։ Ֆիդանի հայտարարությունն էլ հետևեց Վաշինգտոնում ստորագրված այդ Թրամփի ուղի նախագծի իրագործման մասին, ուրեմն հայտարարությունից հետո։ Այսինքն հենց այնտեղ դա ստորագրեցին, ըստ էության այդ ստորագրումը թևեր տվեց, այսպես ասենք, նոր ոգևորող լիցք տվեց կամ ինչ-որ կանաչ լույս տվեց Թուրքիային իր ճնշումը ուժեղացնելու վերաբերյալ։ Այսինքն եթե ինքը աջակցում է Ֆիդանը, այսինքն Թուրքիան աջակցում է Փաշինյանին, նշանակում է նա աջակցում է այդ Տրամփի ուղու նախագծին, այսինքն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը, հետևաբար աջակցում է նաև ստորագրված այդ Տրամփի ուղու նախագծի հայտարարությանը։ Օրինակ ես չեմ լսել նախկինում, որ ասեին, օրինակ, որ Թուրքիան աջակցում է, ասենք, Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման շուրջ։ Այսինքն այն ժամանակ, քանի դեռ այդ նոյեմբերի 9-ը ակտուալ էր, նման աջակցություն չենք լսում, ինչքան Ռուսաստանի միջնորդական դերը սկսեց նվազել եւ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման հավանականությունը սկսեց նվազել, այնքան Թուրքիան ավելի սկսեց ոգևորվել եւ ավելի սկսեց բացել խաղաքարտերը։ Դե ինքը լավ տեսնում է, որ այս Թրամփի ուղղոց ինքը լիարժեք օգտվելու է։ Դե հետեւաբար ինքը կողջունի ՀՀ կառավարության վերընտրվելու նաև գործընթացը։ Այսինքն պետք է վերընտրվի, չէ՞, որ այդ Տրամփի ուղին նախագիծը կյանքի կոչվի եւ ըստ էության բավարարվեն Թուրքիայի շահերը։ Դե այս համատեքստում էլ եւս կարելի է դիտարկել նաև Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը։ Այո, իրոք Ռուսաստանին փորձում են ներքաշել մի խաղի մեջ, որը, այսպես ասենք, իր շահերից չի բխում։ Ռուսաստանի շահը դա նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրա հիման վրա արկա երրակողմ բոլոր պայմանավորվածությունների կատարումն է եւ դրանց, այսպես ասենք, ավարտին հասցնելն է։ Դա բազմիցս ասվում է եւ ամեն անգամ էլ դրա մասին ասում են։
Այնպես որ ասենք եթե նույն Զալուտունինը հիշատակեց խաղաղապահներին, դե խաղաղապահները մտան ժամանակին նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա եւ իրենց այնտեղ մնալու հիմքը հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր։ Հետևաբար նոյեմբերի 9-ի կատարումը պետք է լիներ հիմք եւ կլիներ հիմք նրանց այնտեղ մնալու։ Դե այսինքն մի կողմից ոնց որ խաղաղապահները մտնում են, մյուս կողմից դու տապալում ես, այսինքն Հայաստանը տապալում է այն իրավական հիմքը, որի հիման վրա իրենք այնտեղ գտնվում են։ Իսկ ստեղծել ձևական ինչ որ պատրանք կամ ցույց տալ իբր որ Ռուսաստանը այս գործընթացներում եւս կա զուտ ներքին լսարանի համար, որ օրինակ ցույց տալու որ Հայաստանը իրոք վարում է բալանսավորված, գիտեմ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, դա բնականաբար Ռուսաստանի շահերից չի բխում եւ Ռուսաստանը այդ խաղերի մեջ կարծում եմ մասնակցել չի ցանկանում։ Այնպես որ մենք կտեսնենք Թուրքիայի կողմից ել ավելի, ինչ ասեմ, լուրջ հայտարարությունների, ել ավելի ձեր ասած սենսացիոն հայտարարությունների ականատես կլինենք, որտեվ իրենց ուզածով է ամեն ինչ գնում Թրամփի ուղին ստորագրված է, կառավարությունը պատրաստ է։ Դե հա։ Այո, դե Թրամփի ուղի լավ է հնչում, այտենց բացասական երանգ, ոնց որ երանգը Զանգեզուրի Միջանցքի վրայից հանում է, բայց այո, Զանգեզուրյան Միջանցք։ Այո, գիտեն, հասկանում են, որ այդպես են վարվելու, որտեվ Միացյալ Նահանգներն են այդպես ուզում եւ գիտեն եւ անում են։ Բայց այդ անելը չի լինելու այնպես, որ կան իշխանություններին համոզեն, ասեն դուք մի արեք դա սխալ քայլ է, չի կարելի այդպես եւ այլ այդպես չի լինելու, իրենք Միացյալ Նահանգներին են համոզելու որ այդ կարմիր գծերը ինքը չպետք է անցնի, ինչպես բազմիցս դրա մասին խոսել ենք։ Հիմա Ռուսաստանը նախապատրաստվում է Վաշինգտոնին, այսպես ասենք, սիրով համոզել, որ այդ կարմիր գծերը ինքը չանցնի։ Դե այն որ վերադարձել են լավ է, այսինքն Աստված տա բոլոր մեր հայրենակիցները այնտեղի բանտերից վերադառնան եւ այնտեղ խոշտանգումների չենթարկվեն, բայց բուն ինքը Բաքվի ցանկությունը ինչի հանկարծ որոշեց դա անել, սա մեծ առևտրի մի մաս է, սա ինչ որ մի բարի կամքի դրսևորում չի կամ չգիտեմ Հայաստանի լավ կառավարության լավ աշխատանքի արդյունք չի, սա ինչ որ մի առևտրի մաս է, ընդ որում ֆիքսենք որ սա եւս համընկավ այդ տրիպի նախագծի մասին հայտարարության ստորագրման հետ, այսինքն Հայաստանը սպասում են երևի սպասում են Հայաստանը վերջնականապես ստորագրի այս ձեր այսպես կոչված Զանգեզուրյան Միջանցքի, որը կոչվում է տրիպի
trip երևի ստորագրի այդ փաստաթուղթը նոր հետո ինչ որ ձևական պատասխան քայլերը անեն։ Կարծում սա դրա շարքից է։ Այս գերիներին իդեպ իրենք կարծեմ դատապարտել էին այնտեղ ազատազրկման մեկին կարծեմ 15 տարի էին տվել, մյուսներին չեմ 20, այո, այսինքն Ադրբեջանի համար իրենք, այսպես ասենք, շարքային քաղաքացիներն են մեր, այսպես ասենք, իրենք կարող են իրենց վերադարձնել, այսինքն գնացին այդ քայլի, շատ ավելի դժվար է լինելու իհարկե Արցախի նախկին պաշտոնյաների ղեկավարների վերադարձը։ Ամեն դեպքում ուրախալի է որ վերադարձել են, բայց ցավոք սրտի սա առևտրի մի մաս է եւ ավել բան ստանալու համար էլի պետք է ինչ որ հարցերում գնանք զիջման։ Միակ հիմքը, ռեալ իրական հիմքը, որի հիման վրա գերիները իրոք կարող են վերադառնալ, դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Այլ հիմք չկա։ Այսինքն դա մի փաստաթուղթ է, որի տակ կան ստորագրություններ, սա ուղղակի մեզ մեկ ուղղակի առևտրի արդյունք։ Հիմա այս առևտրի ընթացքում մեզնից ինչ կփոխեն, ինչ կպահանջեն, որ գերիներին եւս մի քանի հոգու գերիներից վերադարձնեն, չգիտենք։ Այսինքն սա մի բան չի, որ մեկը պարտավորվել է այդ գերիներին վերադարձնել։ Կապ կա այս սիրիացի վարձկանների վերադարձը Ֆիդանի անմիջապես այս հայտարարության մեջ։ Ֆիդանի, չգիտեմ, կարծում եմ Ֆիդանի հայտարարությունը ավելի շատ է Տրամպի ուղու հետ է կապված, քան այս գերիների այս վարձկանների վերադարձի։ Հանրային կարծիքում դա ներկայացվում է այնպես, որ փոխանակում է եղել իբր գերիները եկել են, այս վարձկաններն էլ վերադարձել են։ Մեծ հաշվով դե սպասել էր, որ այդպես է լինելու էր։ Այսինքն այսօր չվերադարձնին, վաղը միևնույն է վերադարձնելու էին։ Այսինքն այն քաղաքականությունը, որ այսօր վարվում է, այնպես չի էլի, որ մենք գերիներին պահում ենք Ադրբեջանից կամ Թուրքիայից ինչ որ զիջում գործելու կամ բոլորի դիմաց գերիներին փոխանակելու համար։ Պահում են ինչ որ քաղաքական հերթական ակցիան ճիշտ պահին, ճիշտ ժամանակին իրականացնելու համար։ Այդքան բան։ Հիմա ձեր կտա եւս ինչ որ քաղաքական քարոզչական ակցիա իրականացնելու համար եւս ասենք մի երկու հոգու բերել Բաքվից կբերեն։ Ձեր չի տա, չեմ բերի։ Ուզում ասեմ որևէ իրավական հիմք, պարտավորություն, որևէ մեկի կողմից, երկրի կողմից երրորդ միջնորդություն, որը պատրաստ է նաև այդ հարցը բարձրացնել գերիների քննարկել, չկա։ Կախված է նրանից, թե այդ առևտուրը ոնց կընթանա։ Ինչի հաշվին, այո, դե փորձ ցույց է տալիս, որ այն ինչ որ մենք այն խաղաքարտերը, որ մենք ունենում ենք, դրանք չեն օգտագործվում, ուղղակի նվեր են տրվում։ Կային չէ, երկու դիվերսանտ կային, որ ուղղակի նվեր տրվեցին ոչ մի բանի դիմաց, բայց կարող են բոլորի դիմաց փոխանակվել, օրինակ։ Եվ ի վերջո, նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով Բաքուն ուներ այդ պարտավորությունը վերադարձնելու, եւ սա պետք չի շուտ բան համարել, որ տեսեք ինչ լավություն են արել։ Գիտեք, այո, այդ պարտավորությունը կա, բայց նոյեմբերի 9-ի ընդհանրապես հայտարարությունը ինքը իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ չի։ Այսինքն, այսօր մի բան է հայտարարում, վաղ ուրիշ բան։ Բայց այնուամենայնիվ, այդտեղ կար միջնորդ Ռուսաստան, որը այդ հարցերը երրակողմ ֆորմատում բարձրացվում էին։ Այսինքն այնպես չի, որ ասենք նոյեմբերի 9-ով երաշխավորված, չգիտեմ, 1 տարի հետո բոլորը վերադառնալու էին, ոչ։ Բայց ինքը հիմք էր ստեղծում գործընթացի, որ նստեն սեղանի շուրջ, բանակցեն, Ռուսաստանը որպես միջնորդ երրորդ կողմ այդ հարցերը բարձրացնի, այսինքն այդ թեման չկորի գնա, չվերանա։ Իսկ քանի որ այդ թեման օդի մեջ կա, միշտ քննարկվում է, հատկապես Ռուսաստանի պես պետության միջնորդությամբ, ապա շանսը ավելի է մեծանում, որ մի օր այդ հարցը լուծում կստանա։ Իսկ հիմա նոյեմբերի 9-ը տապալված է, չկա,
կա փաստացի ստորագրությունը կա, բայց չի կատարվել։ Բայց այլ համարժեք փաստաթուղթ չկա, որտեղ գերիների մասին, վերադարձի մասին կետ կա եւ ինչ որ մի երրորդ մեծ պետություն միջնորդություն է ստանձնել այդ հարցում։ Դե որ չկա, ուրեմն չի ոչ մեկ չի պատրաստվում դա կատարել, եթե չկա։ Հա կարող է բախտները բերի մարդկանց ինչ որ առևտրի շրջանակներում վերադառնան, բայց որևէ հիմք չկա, չգիտեմ ինչի հիման վրա այդ հարցը կարող է լուծվել։ Տեսակ որ գոնե Միացյալ Նահանգները տարան ստորագրել տվեցին, գոնե իրենք վերցնեին այդ պարտավորությունը, դա էլ չարեցին։ Իսկ Տրամպը որ մտնում է Վենեսուելայի նախագահ առևանգում, Իրանին է պատրաստ հարվածել եւ այլն, այդ մի հասարակ պարտավորությունը միջնորդական գոնե իր վրա չվերցրեց։ Այսինքն իրեն դա չի էլ հետաքրքրում այդ թեման։ Դե Միացյալ Նահանգները գործի են դրել իրենց ողջ այդ 5-րդ շարասյունը, որ կա Իրանում, Իրանը ներսից ապակայունացնելու եւ ի վերջո իշխանափոխության հասնելու համար։ Այն արդեն Վենեսուելայի դիմության առաջնորդին արդեն Սպիտակ տանը ընդունել են։ Իսկ դրանով Միացյալ Նահանգները ասում են, որ նա է լինելու ապագա նախագահ, այսինքն իրենց աջակցությունն են հայտնում։ Դա ինչ որտեղ նաև Իրանի բաց թողումն է, որ այսքան տարի այդ գործակալական ցանցը այնտեղ եղել է եւ ըստ էության ամրապնդվել է եւ այսօր փորձում են ներսից քաոսի վերածել երկիրը եւ ինչ որտեղ նաև որոշ չափով հաջողվում է։ Այսինքն ժամանակին էր դրա մասին պետք մտածել, ինչ վերաբերվում է Իրանի դեսպանի հայտարարություններին, նախ ասեմ, որ նախորդ դեսպանը նման հայտարարություններ չէր անում։ Այսինքն եւ Իրանը փաստացի Հայաստանը ուղարկել այնպիսի դեսպանի, որի դիրքորոշումը հրապարակային շատ ավելի կոշտ է։ Այսինքն սա էլ կարծում եմ պատահական չի։ Եթե Իրանը ուզենար, որ իրենց դեսպանը Հայաստանում մեղմ հայտարարություններ անեն, ուրիշ մարդու կուղարկեին։ Այսինքն երևի ես ենթադրում եմ, որ այնպիսի մարդու են ուղարկել, որը Արևմուտքի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների նկատմամբ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ արտահայտելու է Իրանի պաշտոնական խիստ բացասական դիրքորոշումը։ Հենց այդ պատճառով էլ երևի Իրանի դեսպանին ուղարկել են այստեղ։ Իսկ ապակայունացումը երկիրը քաոսի վերածվելը կբերի բավական ծանր հետևանքների, մասնավորապես օրինակ փախստականների հոսքին դեպի հյուսիս եւ վաղը միսօր կարող է մեզնից պահանջեն, որ մենք այդ փախստականներին ընդունենք մեզ մոտ։ Իսկ այդ փախստականները որ մտան, իմացեք էլ դժվար թե երկար տարիներով կմնան ու դժվար թե դուրս գան։ Ինչպես օրինակ Արևմուտքը Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահարելով, հարձակումներ, ագրեսիաներ, հետո այդ հոսքը Մերձավոր Արևելքից տարավ Եվրոպա։ Եվ հիմա այնտեղ տեղեր կան, քաղաքներ կան, թաղամասեր կան, եվրոպական, որտեղ իրենք իշխում են եւ ինչ ուզում անում են։ Շատ հաճախ նաեւ չեն ենթարկվում տեղի իշխանություններին, որտեղ իրենց մի մասը բնականաբար ուղղորդված հրամանով աշխատող զանգված են, որոնք պետքական պահին հենց եվրոպական
քաղաքներն են սկսում ավիրել։ Այսինքն Իրանին ապակայունացնելու նպատակը դա Ռուսաստանի հարավից սպառնալիքներ ստեղծելն է, իդեմս մեծ ապակայունացված տարածաշրջանի, այսինքն քաոսի մեջ գտնվող տարածաշրջանի, որը սպառնալու է Ռուսաստանի հարավային սահմաններին։ Կարծում եմ սա է մոտ ապագայում, եթե Իրանը չկարողացավ կոշտ մեթոդներով այդ 5-րդ Շարասյան գլուխը թռցնել, առաջին հերթին իհարկե ոչ փողոցում, այլ հենց իր իշխանության ներսում, որովհետև պարզ է, որ երկրի ապակայունացումը չի կարող տեղի ունենալ, եթե իշխանության մեջ չկա այդ 5-րդ շարասյունը։ Դրան ասում են 6-րդ շարասյուն, բայց լավ ինչևէ։ Այսինքն իշխանության ներսից են օգնում սովորաբար արտաքին ուժերին, որ ներսում իրավիճակը ապակայունացվի։ Այնպես որ առանց կոշտ մեթոդների ներսում կարգ ու կանոն հաստատելու եւ իշխանության շարքերը այդ գործակալներից ազատագրելու Իրանը դժվար թե կարողանա տակից դուրս գա։ Եթե ինքը այսօր ասի լավ այդ մաքրումները չանեմ, նույնիսկ եթե ժամանակավոր ինչ որ դադար լինի, միևնույն է այդ 5-րդ Շարասյան ուժերը խմբավորելու են, վերադասավորելու են եւ ինչ որ կարճ ժամանակ հետո նորից անցնելու են հարձակման։ Այսինքն մինչեւ այդ ներսում այդ մաքրումները չանեն, իրենք տակից դուրս չեն գա։ Այսօր չստացվեց, կստացվի վաղը։ Այնպես որ սա է, իսկ մեզ համար սպառնում է եւս ապակայունացման, որտեղ ինչպես ասի, փախստականները քաոսի դեպքում, մեծ քաոսի դեպքում գալու են եւ ամրապնդվելու են Հայաստանում։ Մեզնից պահանջելու են դա անել։ Եվ մենք դա անելու ենք, չենք կարողանալու դիմադրել։ Ամեն դեպքում գալով դեսպանի հայտարարությանը, դուք կապ տեսնում եք դեսպանի այս հայտարարության եւ Արարատ Միրզոյանի Միացյալ Նահանգներում լինելու մեջ։ Դե հենց այդ դեպքի հետ չի կապված է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Այսինքն եթե միջև հիմա այդ Տրամպի ուղի եւ այլ ամեն ինչը խոսակցություններ էր, կարելի է ասել եւ մի հատ հայտարարություն, դեկլարացիա, որը Վաշինգտոնում եւ բանավոր ինչ որ խոսակցություններ, ապա այս վերջի ստորագրածը արդեն կոնկրետ այդ նախագծի իրագործման վերաբերյալ կոնկրետ արդեն ստորագրված փաստաթուղթ է։ Մի բան է դու հայտարարում ես բանավոր, լավ խոսքեր ես ասում ես, որ դա ձեռնտու է բոլոր երկրներին, բայց դեռ չես ստորագրել, մի բան է, որ դու ստորագրել ես արդեն։ Այսինքն ստորագրել ես վերջ, դու արդեն պարտավորվել ես, որ պետք է դա անես։ Դա արդեն ոնց որ ասում եմ, գործողությունների քո պատրաստակամությունն է ստորագրության տեսքով։ Հետևաբար արդեն Իրանը տեսավ, որ արդեն կոնկրետ կա ստորագրություն եւ բնականաբար իր դիրքորոշումը այդ կապակցությամբ հայտնեց։ Իդեպ այս ստորագրված փաստաթղթի հետ կապված ուրեմն իշխանության ներկայացուցիչները հմեկով էին ասում, նույն Արարատ Միրզոյանն էր իր ասուլիսի ժամանակ ասում, այնտեղ փաստաթղթի մեջ բազմաթիվ տեղերում նշվում է Հայաստանի ինքնիշխանության, այսպես ասենք, ինքնիշխանությունը հարգելու, պահպանելու եւ այլն նման բաներ, այսինքն ինքնիշխանության հետ կապված դրույթներ կան։ Գիտեք, եթե այս փաստաթուղթը լիներ ոչ Միացյալ Նահանգների հետ ընկված, ես միգուցե դրանք դրական կհամարեի։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները այն պետությունն է, կարելի է միակ պետությունն է, ով ընդունակ է միջազգային ամենահիմնարար պարտադիր նորմերը խախտել, մասնավորապես մտնել ինքնիշխան պետության տարածք զորքով եւ նախագահ առևանգել, ապա այստեղից գալիս ենք հետեւության, որ այդ
փաստաթղթում գրված ինքնիշխանության բառը, ինչպես ասում են, ԱՄՆ համար նույնիսկ չունեն այն թղթի գինը, որոնց վրա իրենք տպված են։ Մենք տեսանք, չէ, որ ԱՄՆ-ն կարող է ցանկացած երկրի ինքնիշխանություն մեկ մատի շարժումով եւ ցանկությամբ խախտել։ Հետեւաբար ուզում ես այնտեղ 1000 անգամ գրի Հայաստանի ինքնիշխանության մասին։ ԱՄՆ-ն որ պայն որ ուզենա կարող է թքել այդ բոլոր պարտավորությունների վրա մեր ինքնիշխանությունը հարգելու եւ խախտել։ Եթե Վենեսուելային անում է, Իրանին անում է, փոքր Հայաստանի ինչ է իր համար որ չանի։ Այսինքն ԱՄՆ-ի հետ խոսել ինքնիշխանությունից ուղղակի ծիծաղելի է։ Այդ երկիրը ինքնիշխանություն պահել, հարգել չգիտի ուրիշների ինքնիշխանությունը։ Հետևաբար դա արգումենտ չի, որ ասում եմ, տեսեք, քանի տեղ գրել ենք Հայաստանի ինքնիշխանություն։ Ասենք Ռուսաստանի հետ երբ որ պայմանավորվում, նույնիսկ եթե փաստաթղթի մեջ չգրես ինքնիշխանություն բառը, ինքնստինքյան արդեն Ռուսաստանը այդ ինքնիշխանությունը հարգելու մոտեցումով է քո հետ հարաբերությունները կառուցում։ Կարող է չգրել ոչ մի բան, բայց այդպես է։ Նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դա այդքան ինքնիշխանություն բառ չկա չգրած։ Բայց բոլոր երրակողմ այդ հանձնաժողովների աշխատանքները եւ որոշումները հենց Հայաստանի ինքնիշխանության, ինչպես ասում են, իրավազորության հիման վրա են։ Այնտեղ չկա մի կետ, որտեղ ասենք Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասվում է։ Այնպես որ ես նույնիսկ չեմ բացառում զուտ sense ինտուիտիվ ձևով, որ ԱՄՆ-ն դեմ չի եղել, որ տենց շատ ինքնիշխանություն բառը գրեն, այսպես ասենք, որ փափուկ բարձ դնի Հայաստանի հայ հասարակության գլխի տակ։ Ասում տեսեք, թե 100 անգամ գրել ենք ինքնիշխանություն, ուրեմն տեսեք ոնց են ինձ հարգում։ Ասում եմ, ինչպես թքեցին եւ Վենեսուելայի ինքնիշխանության վրա մտան առևանգեցին, վաղ կարող են ցանկացած պետության նկատմամբ այդպես վարվել։ Այնպես որ ասում եմ, երբ որ ԱՄՆ-ն խոսում է ինքնիշխանությունից, ուրեմն սպասեք հակառակը։ Իրականության մեջ, երբ այո, մենք տեսնում ենք, որ նույն Միացյալ Նահանգները թքած ինչ ժողովրդավարական արժեքներ, ինչ միջազգային իրավունք կա, ուժի իրավունք, այո, մտնում եւ առևանգում են, գողանում են երկրի նախագահի, որ իրականության մեջ ամեն օր էլ զգուշացնում հեսա կխփեք Իրանին, այս իրավիճակը ստեղծում, երեք մենք տեսանք Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ Արդյոք ինչ-որ չափով դրանք, այսպես ասենք, մեղմ չեն, հաշվի առնելով, որ նույն Միացյալ Նահանգները, ասենք, ինչ է անում, նույն Մադուրոյի գերեվարությունից հետո նման ինչ-որտեղ նաև գուցե թույլ ձևով արձագանքել աշխարհում տիրող իրողություններին։ Չէ, իհարկե մեղմ չեն, հարցը այն է, որ պատկերացրեք ռազմաճակատում, ճակատամարտից առաջ, ասենք զորքերից մեկի գեներալը նախապատրաստվում է լայնածավալ հակահարձակման, բայց այդ հակահարձակման օրը դեռ չի եկել եւ ինքը նախորոք սկսում է այդ հակահարձակման մասին ձայնի ողջ ուժգնությամբ հայտարարել։ Պարզ է, որ այդ հակահարձակումը ձախողվելու է։ Ռուսաստանը նախապատրաստվում է այդ հակահարձակման, որի սկիզբը կարծում եմ կլինի այս տարի։ Այդ հակահարձակումը չի լինելու այսպես դրվագային, որ մի ուղղությամբ սկսի հարձակվել, մյուս ուղղությամբ դեռ ոչ, դա լինելու է հակահարձակում բոլոր ճակատներով, եւ ռազմական, եւ դիվանագիտական, տնտեսական, մի խոսքով, եւ ներսում, եւ դրսում, ամենտեղ։ Այդ հակահարձակման տակ չհասկանանք, որ ինչ որ սկսելու է երկրների վրա հարձակվել։ Նկատի ունեմ իր գործողությունների եւ կեցվածքի կտրուկ խստացում ենք տեսնելու, բայց տեսնելու ենք միանգամից։ Եվ ինքը դրան պետք է նախապատրաստված լինի։ Ինքը այլ երկրորդ շանս Ռուսաստանը չի ունենալու։ Մի հարվածով պետք է հարցը փակի։ Այդ հարցը փակելը ինչ է լինելու։ Ինքը ստիպելու է Միացյալ Նահանգներին այդ ուժի իրավունքից հրաժարվել։
եւ վերադառնալ միջազգային իրավունքի տիրույթ։ Տրամփն ու Պուտինը ի վերջո ինչ որ մի երկրում հանդիպելու են, տալու են ասուլիս եւ ստորագրելու են դեկլարացիա միջազգային իրավունքի հիմնարար նորմերին հավատարիմ լինելու եւ այդ երկու պետությունով գարանտ են կանգնելու միջազգային իրավունքի պահպանմանը։ Սա է լինելու վերջը։ Ասեմ ձեզ ավելին, փակագից բացում, այդ դեկլարացիան արդեն կազմված է։ Այդ դեկլարացիան, որ ապագա պետք է ստորագրվի, արդեն կա։ Ուղղակի Միացյալ Նահանգները դեռ ուզում են փորձում են կարճած մնալ այդ ուժի դիրքերից աշխարհում հարցերը լուծելու իրենց գործելավոճից։ Իրենք արդեն ուշացել են, իրենք պետք է չթողեին Ռուսաստանին ժամանակին 2000-ականներին ոտի կանգնել, եթե ուզում էին այսօրվա իրավիճակը չլիներ։ Արդեն ուշացել են, Ռուսաստանը արդեն անվերադարձ արդեն ոտի է կանգնել եւ գալու է պահը, որ Միացյալ Նահանգները այլ ելք չեն ունենալու, քան հրաժարվել ուժի դիրքերից աշխարհում հարցերը լուծելուց եւ վերադառնալ միջազգային իրավունքի տիրույթ։ Բայց դրա համար Ռուսաստանը պետք է ուժով ԱՄՆ-ին ստիպի եւ այդ օրը գալու է։ Եվ նախադեպը մենք ունենք 1962 թվին Խրուշչովը ստիպեց Կենեդուն հաշվի նստել Ռուսաստանի խորհրդային միության հետ եւ հետ քայլ անել։ Իսկ այն ժամանակ ԽՍՀՄ անգամներով թույլ էր Միացյալ Նահանգներից միջուկային, ստրատեգիական միջուկային զենքի իր արսենալով։ Այսօր իրենք առնվազն հավասար են, Ռուսաստանը ինչ որտեղ ավելի ուժեղ է միջուկային զենքով։ Այնպես որ ուրիշ երկ չունի Միացյալ Նահանգները, իրենք հետ են գալու միջազգային իրավունքի տիրույթ, մանավանդ որ կարելի ասել ողջ աշխարհն է դրան կողմ։ Որևէ մեկը չի կարող դեմ լինել միջազգային իրավունքին, որովհետև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության գերակայությունն է։ Աշխարհում չեք գտնի մեկ պետություն, որ դեմ է սեփական տարածքային ամբողջականությանը։ Չեք գտնի նման պետություն։ Այսինքն Ռուսաստանը իրականում որպես դաշնակից այդ առումով ողջ աշխարհը ունի։ Նույնիսկ ԱՄՆ դաշնակիցներն են լինելու վաղը Ռուսաստանի կողքին։ Ինչի, որտեղ իրենք էլ են տեսնում, որ վաղը եթե Միացյալ Նահանգները մտան Վենեսուելա, չգիտեմ, այնտեղ նախագահային առևանգեցին, այսօր Գրենլանդիան են ուզում, վաղը ինչ որ բան իրենցից կսկսեն փոկել։ Եվրոպայում բազմաթիվ են սեպարատիստական շարժումները, բազմաթիվ տարբեր երկրներում եվրոպական։ Հիմա պատկերացրեք այդ ինչ որ մի երկրից մասեր փոկելը դառնա նախադեպ։ Այսինքն միջազգային իրավունքը փլուզվի ամբողջությամբ եւ դա դառնա նախադեպ։ Ինչ է կարծում, ինչ կկատարվի Եվրոպայում։ Օրինակ Կատալոնիան կարող է կատաղի պայքարի մեջ մտնել Իսպանիայի հետ դուրս գալու համար։ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող պետությունները նույն ձևով։ Ֆրանսիայում կան սեպարատիստական շարժումներ, որոնք վաղուց վանից ուզում են ազատվել, դուրս գալ Ֆրանսիա։ Այսինքն աշխարհում այդ Պանդորայի արկղը, աշխարհում կսկսվի արյունալի քաոս։ Բոլորը կուզեն սեփական պետություն ունենալ եւ ինչ որ այլ պետություններից մասեր փոկել եւ դառնալ առանձին պետություն։ Պատկերացնում եք աշխարհում ինչ կկատարվի։ Աշխարհը ուղղակի կդառնա արյունալի քաոսի կվերածվի, ամենտեղ պատերազմ կլինի։ Դրա համար միջազգային իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքը դրել է առաջի տեղում գերակայություն որպեսզի ով ում մտքին ինչ անցնի չկարողանա հայտարարել, որ ես այս պետության կազմից ուզում եմ դուրս գալ ինքնուրույն պետություն սարքել, չի կարող այդպեսի բան լինել։ Դրա համար նույն Արցախի հարցը պետք է դիտարկել ոչ թե միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ ԽՍՀՄ օրենքների։
Այսինքն դրանք տարբեր բաներ են։ ԽՍՀՄ օրենքների համաձայն Արցախը նույն իրավունքները ուներ դուրս գալու եւ պետություն սարքելու, ինչքան Ադրբեջանը, դա միջազգային իրավունքի հետ կապ չունի։ Դա ԽՍՀՄ ներքին օրենսդրության հետ կապված հարց է։ Այնպես որ միջև այդ օրը գա, երբ որ ԱՄՆ-ին կվերադառնի միջազգային իրավունքի տիրույթ, մենք տեսնելու ենք սրացումներ, շեշտակի սրացումներ աշխարհի տարբեր տեղերում։ ԱՄՆ-ն հենց այնպես չի պատրաստվում հրաժարվել իր համաշխարհային գերիշխանությունից։ Ինքը միջև վերջ դիմադրելու է, բայց կարծում եմ այլևս ուշացած։ Այդուհանդերձ, եթե մենք ես տեսնում ենք, հա, Միացյալ Նահանգների շատ արագ իշխողական քայլերը Ռուսաստանը արդյոք չի դանդաղում։ Չդանդաղել ինչու՞մ։ Ինքը պետք է հակահարձակման անցնի եւ հաղթի։ Այո, կարող է, բայց Ռուսաստանը չի պատրաստվում տանուլ տալ իր պատերազմը, այսպես ասենք, մեր ցանկությունները բավարարելու համար։ Ինքը հարվածը կհասցնի այն ժամանակ, երբ որ կգտնի ճիշտ է, երբ որ կգտնի, որ լիովին դրան պատրաստ է, որտեվ նորից եմ ասում, ինքը ունենալու մի շանս։ Ինքը չի ունենալու շանս, ասի, լավ, այսօր հարվածը, այսինքն հարվածը որն է, այսինքն այդ հակահարձակումը արեցի, չստացվեց, լավ, մյուս անգամ կանեմ, կարող է ստացվի։ Մյուս անգամը չի լինելու։ Ինքը մի հարվածով հարցը լուծելու է։ Այդ հարվածը լինելու է այն, որ ԱՄՆ-ն հետ քայլը անելու է եւ գալու է պայմանավորվածության։ Այդ օրը պետք է հասունացնի Ռուսաստանը, ինքը դրան նախապատրաստվում է։ Իսկ մինչ այդ մենք տեսնելու ենք, այո, մանևրեր Ռուսաստանի կողմից, որտեվ նախորոք մինչև այդ հակահարձակումը նախորոք դրա մասին հայտարարել, իսկ Ռուսաստանի նախագահի կողմից կոշտ հայտարարությունները բարձր չէ, կնշանակում է, որ ինքը արդեն անցնում է դրան։ Եթե ինքը դրան պատրաստ չի դեռ ամբողջովին, այսպես ասենք, ուժերը չի հավաքել դեռ եւ այդ process-ի մեջ է, ինչի համար ինքը պետք է հայտարարի։ Մենք հիմա չգիտենք, չէ, ինքը որ թռել է տարբեր երկրներ, Հնդկաստան, Չինաստան, այնտեղ ինչ է պայմանավորվել։ Կարող է իրենք սպասում են իր, ասենք, Ռուսաստանի նախագահի ազդանշանին Ռուսաստանի կողմից բարձրացված ապստամբությանը միանալու համար։ Այսինքն ինքը գիտի, ինքը իր սեղանի վրա է ստրատեգիական հակահարձակման քարտեզը դրած։ Ինքը գիտի երբ եւ ոնց պետք է հարձակվի։ Մեր խնդիրն է օգտվել դրանից եւ ժամանակ շահել մինչեւ այդ օրը գալը։ Հարցը այն չի, որ իրենք ստացել են, որ ինքնստինքյան վատ է արդեն, որ այսինքն նման խնդիրներով լի երկրում նման կարգի պարգևաճարներ են, բայց այն, որ դա հրապարակային է արվում։ Այսինքն ասում են, ստացել ենք, լավ ենք արել, էլի կանենք։ Դրա մասին է խոսում։ Հիմա նույն Ալեն Սիմոնյանը, որ գտնում է Թայլանդում կամ որևէ հանգստանալու, մեծ հաշվով կարող են այնպես անել, որ կադրերը չհայտնվեն համացանցում։ Չնայած ինքն էր կարծեմ մի անգամ նկար դրել այդ ուկրաինացի երգչուհու հետ ինչ որ մի կուրորտում հանգստանալիս, չէ՞, եթե չեմ սխալվում, նման նկար եղել է։
Այսինքն կարող են չանել։ Էլի գնան հանգստանալ, լավ, գնում են թող գնան, բայց չանեն, ցույց չտան։ Այսինքն ցույց տալը ավելի վատ է, քան իրենց գնալը։ Այսինքն ուզում են ասեն, անում ենք, լավ ենք անում, էլի անելու ենք։ Ինչ որտեղ էլ դա, գիտեք, ժողովրդի մի մասին, ինչ ասեմ, ասում են սա է կյանքը։ Ինչ եք ընկել Զանգեզուրի միջանցք, չգիտեմ, անհանգստանում եք, որ Թուրքիան, Ադրբեջանը կհարձակվի, Սյունիքը կվերցնեն, չգիտեմ, ինչ եք ընկել, գնացեք, ձեր համար հանգստացեք, ապարեք, երգեք, կերեք, խմեք, ուրախացեք։ Սա է կյանքը, սրտիկներ, լայքեր, ինչ եք անհանգստանում։ Ապրեք էլի ձեր համար։ Կամ մահացեք, որտեղ ճոշականներ սովի են մատնված։ Հասկանում եք, մանավանդ այդ ծնվարանը կոմունալ վճարեն, մենք հարցումներ ենք անում, որովհետև բարեբույր մասը այս ճոշականներն ասում են, ապրող 40,000, բայց եկես իմ 40,000 տանձով դե գնացեք Դե հա, բայց թոշակառում գիտեք, սոցցանց հիմնականում չի նայում, բայց այդ սոցցանցերում իրենց այդ դրսևորումները, կեցվածքը, այսինքն նրա համար է, որ մյուսները, որոնք որ ինչ որ ձևով պետք է այդ հարցերի շուրջ անհանգստանան, դրանք էլ սկսեն չանհանգստանալ։ Ասեն, արա դե ճիշտ է, էլի կյանքը մի անգամա տրված, ապրենք էլի մեր համար, գնանք տարին մեկ մի հատ կուրորտում հանգստանանք, մի խոսքով էլի կյանքը վայելենք, ընկել ենք այս կողմ, այն կողմ, երկիր, եկեղեցի, չգիտեմ, անհանգստացած ենք եկեղեցով, իդեպ այսօր լուր տարածվեց գալուց առաջ, չգիտեմ ճիշտ է թե չէ, երևի ճիշտ է, որ այդ տիրադավերից մեկը դատի հետևել, դե պղծվել մինչև վերջ, ինչպես ասում են, դե արդեն դրանից ցածր ավելի ընկնել հնարավոր չէր, դե դա էլ արեց։ Այսինքն սա է, այսինքն ժողովրդին գնանք Եվրոպա, իբր ինչո՞։ Հա դե մեզ տալու են մեռնող ԵՄ-ին, որ մենք դառնանք մեռնող ԵՄ-ի սպասարկող պետություն, որ մի քիչ կյանքը երկարաձգենք, այն ոնց է մեռնողին, որ բան ինչ է սրսկում, մորֆին սրսկում, որ ցավերին դիմանա, երկարաձգվի մի քիչ իր կյանքը։ Հայաստանով ներարկում են Եվրամիության, ոչ միայն Հայաստանով, այլ երկրներ, Մոլդավիայով, Ուկրաինայով եւ այլն, ներարկումներ են անում, ասենք Եվրոպային, որ մի քիչ տենց մեր հաշվին մի քիչ էլ ավել դիմանան։ Պարզ է, որ Գերմանիան չի պատրաստվում իր բյուջեի ուսերի վրա վերցնել Հայաստանի, ասենք տնտեսական զարգացման հարցը։ Մեզ քամելու հարցը լավ կվերցնի իր վրա։ Ասենք մոլիբդենը մի հատ միջևեր լավ քամեն, տանեն Գերմանիա օրինակի համար, կամ չգիտեմ, մյուս բնական հանածոները լավ քամեն, տանեն Գերմանիա, դե այդ հարցում իրենք, բայց պարզ է, որ Հայաստանին ինչ որ տնտեսական զարգացման հարցում օգնելը իրենց պլանների մեջ բնականաբար չի մտնում։ Եվ նորից գալով մեր եկեղեցու թեմային, այդ բացի կամ դարձանք, բայց այդ տիրադավի էլի, այդ պահվածքը ինչի դրսևորում է, հայ առաքելական եկեղեցին կանգուն է, հայ ժողովրդի իրապես առաքելական եկեղեցու կողքին է, բայց ինչ սպասել այս մարդկանցից, մանավանդ այս իրականացում մեջ մենք տեսնում ենք, հա, Թուրքիան կանաչ լույսա որ տվել է։ Ես չեմ կարծում, որ իրենց կամքով այլևս հետքայլ կանեն։ Շանսը իհարկե կա։ Նաև գիտենք, որ Աստված էլ է այդ շանսը տալիս միշտ, բայց ես չեմ կարծում, որ իրենք դա կանեն։ Քանի գնում է, իրենք ավելի շատ են խրվում մի բանի մեջ, որից հետքայլ այլևս չկա։ Կգա մի պահ, երբ որ ուղղակի այդ կարմիր գծերը այնքան կանցնեն, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չեն կարողանա հետքայլ անել։ Չնայած չեմ բացառում, որ միգուցե հոգու խորքում իրենք հասկանում են, որ վատ բան են անում, բայց հետքայլ չեն կարող անել։ Դե սատանան լեգիոններ է կառուցում եւ այդ մարդիկ այդ սատանայի լեգիոնների շարքն են անցել եւ
ապստամբել են Աստծո կողմից ընտրված կաթողիկոսի դեմ։ Եթե Աստծո կողմից ընտրված կաթողիկոսի դեմ են ապստամբել, ուրեմն Աստծո դեմ են ապստամբել։ Դա անում է Սատանան եւ իր լեգիոնները։ Ես չգիտեմ ինչ պետք է անեն, որ դրա տակից դուրս գան։ Ну, իհարկե կարող են, եթե այնպես ապաշխարեն, ասեն, ինչ ուզում եք, ինչ կոմպրոմատ ունեք, մեր վրա հարաբերակեք, մենք ոչինչ ավելավա դրա այդ ամոթի տակ մնանք, քան ասենք, գնանք մի քիչ նստենք, քան եկեղեցու դեմ դուրս գանք, դա կարող են անել։ Այսինքն իրենք իրենց զոհաբերելով, իրենց ազատությունը, իրենց միգուցե համբավը, չնայած արդեն զոհաբերված է, բայց լավ, ասենք եթե ինչ-որ կոմպրոմատներ կան, այդ ձևով կարող են անել։ Ավելավա այդ կոմպրոմատները հրապարակեն, իրենք մի քիչ խայտարակ լինեն, թեկուզ եւ սեռական բնույթի լինի ենթադրենք, քան այն ինչ-որ, բայց տեղ ապաշխարեն իրենք, ներողություն խնդրեն, ապաշխարեն այդ իրենց պահվածքի համար եւ բայց վերադառնան եկեղեցու շարքը, քան այսպես միջև վերջ պղծվեն։ Դա իրենց որոշումն է։ Մենք կարող ենք ասել, որ սխալ եք անում։ Իրենք կարող են դրա հետ համաձայնվել կամ չհամաձայնվել եւ միջև վերջ գնալ պղծվել։ Շատ խորագետ է, քշրադատված, ավելորդ քայլեր չի անում, գիտի երբ կոշտ խոսել, երբ ինչ որտեղ իրավիճակը մեղմացնել, իրեն պահում է այնպես, որ ինքը չդառնա ոչ ներքին ինչ որ քաղաքացիական բախումների պատճառ, ոչ ապակայունացման պատճառ, ոչ եկեղեցին ավելորդ հարվածների տակ դնելու պատճառ, ոչ եկեղեցու ներքին միասնությունը խաթարելու պատճառ, այսինքն ինքը այտենց բավական իր դիրքերում է մի խոսքով ամենայն հայոց կաթողիկոսին վայել դիրքերում է։ Իրեն պահում է հանգիստ, նյարդերը ամուր, ինչը նաև ինչ որտեղ այդ հանգստությունը նաև մեզ է փոխանցվում։